Մեր վիճակները դնենք Տիրոջ առաջ եւ ասենք. ոչ մի հույս չկա Տեր, մեր հույսը քո խոստումներն են։ Մեր հավատքը քո սերն է։ Մենք եկել ենք, դու սիրող հայրն ես, եւ այդ սերը ձրի է, որտեվ Աստված սեր է սիրելիներ, եղբայրներ քույրեր։ Եվ երբ որ մարդիկ ապավինում են եւ Տերը օրհնում է, նրանք միայն եթե պարծենան են միայն Քրիստոսով, միայն փառավորում են Տիրոջ անունը։ Շատ կարևոր է այս հավատքի հրաշքը։ Ամենամեծ հրաշքը մարդի կյանքում, առաջի ամենամեծ հրաշքը, որ պետք է կատարվի, դա Ադամի հավատքից ազատվելն է եւ ավետարանի հավատքով ապրելն է։ Աստծո սիրո վրա կասկածելուց ապաշխարելն է եւ Աստծո սիրուն վստահելն է։ Սա ամենամեծ հրաշքն է, սիրելիներ։ Հալելույա։ Բոլոր մեղավորները այդ սերն էին տեսել, այդ սիրուն էին ապավինել եւ եկան ու փրկվան։ Բայց փարիսեցիները իրանց արդարությունը այսպես շալակած տանում էին ու տեսել չհասան այդ արդարության։ Իսրայելը նախանձավոր էր, բայց արդարության չհասավ, որովհետև Աստծո արդարությունը չգիտնալով, իրենց արդարությունը հաստատել ուզելով, Աստծո արդարությանը չնազանդեցան։